Ողջույն մեր սիրելի հեռուստադիտողներ, Արմենիա հեռուստաընկերության մեկ մեկնարկում ենք տունտեղ հեռուստանախագծի գարնանային եթերաշրջանը։ Ինչպես նախորդ եթերաշրջաներում, այնպես էլ այս անգամ մենք ցուցադրելու ենք վերանորոգման փուլային աշխատանքներ, բայց այս անգամ ոչ թե մեկ, այլ երկու աշխատանք, մեկ գրասենյակ եւ մեկ բնակարան։ Հետևեք մեր եթերներին, ինչպես նաեւ մեզ գտեք մեր սոցիալական հարթակներում, իսկ մեզ բարի եթեր։ Տունտեղ հեռուստանախագծի գարնանային եթերաշրջանի մեկնարկը մենք սկսում ենք մեր այս եթերաշրջանի գլխավոր հովանավոր United Technical Service մասնագիտացված կենտրոնում, որտեղ էլ զրույցը շարունակելու ենք մեր հեռուստադիտողներին արդեն իսկ շատ լավ ծանոթ ընկերության տնօրեն պարոն Ալեքսանյանի հետ։ Ողջույն պարոն Ալեքսանյան։ Ողջույն Կարեն ջան։ Պարոն Ալեքսանյան, մի քանի ամիս չենք շփվել իրար հետ, բավականին կարճ ժամանակ, բայց կարծես թե ձեզ մոտ ժամանակը շատ արագ է գնում։ Ինչ փոփոխություններ, ինչ նորություններ են կատարվել խանութ սրահում եւ առհասարակ մասնագիտացված կենտրոնում, ինչ նոր ապրանքներ են հայտնվել։ Կարեն ջան, ոնց որ միշտ դինամիկ աճում ենք, փոփոխություններ բնականաբար կան։ Հավատարիմ մնալով մեր ворթեգրած քաղաքականությանը, մենք շարունակում ենք մեր հաճախորդներին առաջարկել սանհանգույցի եւ լոգարանի համար ամբողջական լուծումներ։ Եվ այս տարի եւս բարձր պայելով մեր իսկ սահմանած գրոյե մասնագիտացված կենտրոնի նշաձողը, նաեւ համարել ենք մեր տեսականին իտալական հանրահայտ աշխարհահռչակ Atlas Concord բրենդով, այսինքն այդ ապրանքանիշի արտադրանքով։ Այն է կերամիկական սալիկներ, կերամոգրանիտ է, որոնք ունեն շատ բազմերանգ, բազմազան եւ տարբեր չափսերի տեսականի։ Վերջերս պատիվ ունեցանք մեր գործընկերների հետ, ճարտարապետների եւ դիզայներների հետ եւ ճարտարապետ տարեգրքի գլխավոր խմբագիր Ռոզա Սամվելյանի հետ միասին այցելել Atlas Concord-ի գործարան, ինչպես նաեւ դրանից մեկ ամիս անց այցելել նաեւ Գրոյի գործարան Հեմեր քաղաքում։ Այսինքն հնարավորություն ընձեռվեց դիզայներ ճարտարապետներին անմիջապես շփվել արտադրողի հետ եւ տալ իրենց հետաքրքրող հարցերը եւ հետագայում էլ եթե որևիցե հարց կամ խնդիր առաջանա ապրանքների հետ, կարելի է անմիջական արդեն կապ հաստատել հենց արտադրողների հետ։ Իհարկե կարելի է, դրա կարիքը չի լինում, որովհետեւ մենք հենց կապող օգակ ենք հանդիսանում, ինչպես գիտեք Կանջան։ Շատ կարեւոր է ճարտարապետների եւ դիզայներների հետ համագործակցությունը։ Ինչի է կարեւոր այդ համագործակցությունը։ Առաջինը, ոնց որ ճիշտ նշեցիք, դա կապը արտադրողի եւ մասնագետի միջեւ։ Ես շատ ուրախ եմ, որ մեր հայաստանյան սպառողը գնալով ավելի շատ դիմում է ճարտարապետների եւ դիզայներների, եթե կար ժամանակ, երբ մարդիկ որոշում են, որ իրենց դիզայներն են եւ իրենց ոչ ոք պետք չի, կարծելով, որ դիզայները ընդհանրապես ճաշակով մարդ է, որը որ կարող է համադրի գույները, հա, չգիտեմ, պաստառի ծաղիկը մյուս պաստառի երանգի հետ։ Իրականում դա այդպես չի եւ մարդիկ գնալով դա ավելի շատ են հասկանում եւ դիմում են ճարտարապետների ու դիզայներների։ Դիզայները դա իրականում բարձր կարգի նկարիչ է, որը ամեն ինչ կառուցում է հաշվարկների նաեւ վրա, հա, այսինքն միայն երանգների համադրությունը չի, իհարկե դրանից է սկսում ամեն ինչ, բայց ամեն ինչի հիմքում նաեւ հաշվարկն է։ Պարոն Ալեքսանյան, նկատում եմ, որ շատ հաճախ նաև տրեյնինգների, հա, սեմինարների տեսք ունեն ձեր հանդիպումները դիզայներ ճարտարապետների հետ, մի փոքր խոսենք այս մասին եւ առաջիկայում ինչ նոր հանդիպումներ է սպասվում։ Շատ շնորհակալություն հարցի համար, որովհետեւ կարևոր հիմք ունի այս հարցը։ Ճարտարապետները եւ դիզայներները շատ հաճախ պարբերաբար մասնակցում են սեմինարների։ Այդ հանդիպումների ժամանակ մարդիկ ստանում են, այսինքն մասնագետը ստանում է պրոֆեսիոնալ խորհրդատվություն, ստանում է արտադրողից կամ արտադրողի ներկայացուցիչ, անկախ նրանից թե դա ինչ ոլորտ է, բոլոր շինարարական ոլորտներին վերաբերվում դա ներկեր, լուսավորություն, սանիտարական տեխնիկա, ամեն ինչ։ Եվ ունի ամենաարդի ինֆորմացիա նորարարական լուծումների մասին։ Հա։ Էլի ուզում եմ ընդգծեմ դիզայների եւ ճարտարապետի կարեւորությունը սպառողի համար։ Դա մասնագետ է, որը ունի համախմբած այդ ամբողջ ինֆորմացիան եւ գիտելիքը եւ դա կարա կիրառի
մարդու տունը կառուցապատելուց որևէ հորեկա ոլորտի, որևէ հորեկա ոլորտի կլինի դա ռեստորան, կաֆե, կամ գրասենյակ, կամ հյուրանոց, կկիրառի իր բոլոր այդ գիտելիքները եւ նորարարական լուծումները արտադրողի կողմից, ինչը շատ կարեւոր է։ Շատ լավ, պարոն Ալեքսանյան, մաղթում եմ մեզ բարի եթեր եւ անպայման ուզում եմ նշել, որ այս եթերաշրջանում մենք համագործակցելու ենք կրկին այլ ձևաչափով նույնպես, այսինքն վերանորոգելու ենք գրասենյակային տարածք, բավականին մեծ, որտեղ օգտագործելու ենք ոչ միայն գրոհե ապրանքանիշի արդեն իսկ մեծ լավ հայտնի ապրանքները, այլ նաև Atlas Concord-ի սալիկները, բավականին մեծ չափսի եւ կիրառել ենք ոչ միայն հատակին, այլ նաև պատերին, այնպես որ մեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան արդեն եթերաշրջանի ավարտին տեսնել ավարտական աշխատանքը։ Մեր հաջորդ թողարկման առաջարկում եմ, որպեսզի հանդիպենք Ռոզայի հետ եւ շարունակենք մեր այս հաճելի զրույցը։ Կհանդիպենք։ Հանդիպենք, Կարեն ջան։ Մենք շարունակում ենք տուն-տեղ հեռուստանախագծի գարնանային եթերաշրջանը եւ բարձր տրամադրությամբ տեղափոխվում ենք մեր հաջորդ գործընկերոջ ցուցասրահ։ Իսկ թե որն է այդ ցուցասրահը, հենց հիմա կբացահայտենք։ Լուսինե, մենք գտնվում ենք Capital Interiors ընկերության ցուցասրահում, որը գտնվում է Կևյան 12 հասցեում։ Լուսինե, ինչպես մեր ավանդույթն է, մենք միշտ մեր առաջի թողարկումները սկսում ենք ընկերության պատմության մասին խոսելիս։ Մի փոքր ներկայացրեք, երբ է հիմնադրվել Capital Interiors-ը եւ ինչ ապրանքատեսականի եւ բրենդներով է հանդես գալի։ Capital Interiors-ը նախկինում Classis Interiors-ը հիմնադրվել է 2007 թվականին եւ մեր առաջին ցուցասրահը եղել է Հյուսիսային պողոտայում։ Կարծում եմ բոլորին հայտնի կլինի, որ Swarovski ընկերությունի պաշտոնական ներկայացուցիչը այդ օրվանից ի վեր եղել է հենց մեր ընկերությունը։ Եվ մեր նպատակն էր հայ հաճախորդին առաջարկել իտալական, անգլիական էքսկլյուզիվ բրենդեր, պրեմիում դասի կահույք, դեկորներ, ամեն բան ինչ կապված է։ Եվ արդեն հետագայում մեր խանութ շրջաբացվեց նաև Կիևյան 12 հասցեում։ Այստեղ եւս մենք ներկայացնում ենք բարձրակարգ կահույք, լուսավորություն, աքսեսուարներ, հանրահայտ բրենդեր, ինչպիսիք են Malerban, Cantorin, Turin, Operan, Angela Capellinin եւ իհարկե լուսավորության լայն տեսականի, որոնք են արդեն Maisieron, Schombeck, Swarovski-ն եւ շատ այլ ընկերություններ, որոնք հենց սրահում ունենք ներկայացված։ Այս պահին սրահում մի փոքր կարող եք ավելի մոդեռն ոճի կահույք եւ լուսավորություն գտնել, քանի որ պահանջարկը մեծ է հենց մոդեռնի, բայց իհարկե մենք ներկայացնում ենք ոճային բազմազանություն։ Սրահում այս պահին ունենք իսպանական հետաքրքիր լուսավորություն, որը կարծում եմ մոդեռն ինտերիերների համար իդեալական ընտրություն կլինի։ Ունենք ներկայացված նաև Las Casas պորտուգալական ընկերության կահույքի տեսականին, որը իհարկե առաջնայինն է իր որակով եւ նորարարական լուծումներով։ Լուսինե, դուք հանդիսանում եք ընկերության պրոյեկտ մենեջերը։ Ինչ է ենթադրում այս մասնագիտությունը եւ արդյոք սերտ համագործակցություն կա, վստահ եմ կա, մի փոքր ներկայացնեք այդ համագործակցությունը դիզայներների հետ։ Մեծ հաճույքով համագործակցում ենք եւ մեր աշխատանքի հենց հիմնական մասը կայանում է նրանում, որ մենք անհատական աշխատանք ենք տանում յուրաքանչյուր հաճախորդի հետ, աշխատելով ընդհանուր պրոյեկտի վրա դիզայների, ճարտարապետի հետ, ընտրելով բոլոր նյութերը, մոդելները, դարձնելով ընտրությունը ավելի հետաքրքիր եւ հաճելի, այսպես ասած ժամանց, որը բերում է իդեալական ինտերիերի արդյունքի, այո։ Լավ, անպայման ուզում նշեմ, որ դուք սրահի եղած ապրանքներով չէ, որ սահմանափակում եք բնականաբար, դուք համագործակցում եք այս բոլոր ձեր վերնշված ընկերությունների հետ եւ յուրաքանչյուր մոդել, որ արկա չէ, հնարավոր է շատ սերտ ժամկետում պատվիրել եւ արդեն հանձնել պատվիրատուին։ Հաճախակի ենք աշխատում հենց պատվերի տարբերակով, քանի որ յուրաքանչյուր հաճախորդ ուզում է լինել յուրօրինակ, ունենալ իր տանը ավելի դիզայներական շունչ ունեցող կահույք եւ այդ դեպքում ընտրությունը շատ լայն է, ընկերությունները բոլորը տրամադրում են եւ 3D մոդելներ, որոնք կարելի է հեշտությամբ օգտագործել դիզայն պրոյեկտների մեջ։ Եվ իհարկե անհատական լուծումները ինքնատիպ են դարձնում ինտերիերը։ Միանշանակ, մենք մեր եթերներից մեկում անպայման խոսելու ենք պատվերով կահույքի եւ առհասարակ այն ապրանքների մասին, որ արկա են խանութ սրահում, եւ նաեւ կխոսենք լոգիստիկ հարցերի մասին, թե որքան է տևելու այս ամենը, բայց այս պահին ամփոփելով մեր այս հաղորդումը անպայման ուզում նշել, որ 3 ամիսների ընթացքում մենք մանրամասն զրուցելու ենք բոլոր մոդելներից, որոնք արկա են խանութ սրահում, ներկայացնելու ենք դրանց առավելությունները, խոսելու ենք այս բրենդների պատմության մասին, ինչու՞ չէ, որովհետև որոշ բրենդներ հայտնի են մեր
Հանրիսյանի երիթե հաճախորդներին, դիզայներներին իրենց արդեն կայացած որակով, տեսականիով եւ էքսկլյուզիվությամբ։ Հրաշալի է։ Դե ինչ, բարի գալուստ տունտեղ հեռուստանախագիծ, մենք կարծում ենք, որ եթերի վերջում էլ անպայման համագործակցելու ենք որպես դիզայները եւ ընկերություն, ձեռք ենք բերելու կահույքի հետաքրքիր մոդելներ, որոնք էլ տեղ կգտնեն մեր նոր ինտերիերում։ Շնորհակալություն։ Մենք շարունակում ենք տունտեղ հեռուստանախագիծը եւ այս պահին տեղափոխվում մեր մյուս գործընկերոջ Classics Decor ընկերության ցուցասրահ, որտեղ էլ զրույցը շարունակելու եմ project manager Ripsime Virabյանի հետ։ Ողջույն։ Բարի օր Կարեն։ Ripsime 3 ամիսների ընթացքում մենք շաբաթը մեկ անգամ հանդիպելու ենք, խոսելու ենք այս հրաշալի ընկերության բազմաթիվ ապրանքների, տեքստիլների եւ ոչ միայն տեքստիլների մասին։ Բայց ինչպես ավանդույթն է, մենք առաջի թողարկման ընթացքում միշտ խոսում ենք ընկերության պատմության մասին։ Ընկերությունը ունի տարիների պատմություն, առաջարկում եմ ներկայացնենք հեռուստադիտողին։ Classics Decor ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին եւ արդեն 18 տարի է իր ներկայությամբ զարդարում եւ հարստացնում է հայաստանյան շուկան անգլիական նրբագեղությամբ եւ ճաշակով, ինչպես նաեւ բարձրակարգ սպասարկմամբ։ Կարող եմ ասել, որ տարիների ընթացքում աճ է գրանցվել ապրանքաշրջանառությամբ, տեսականիների ավելացմամբ, հաճախորդների մեծ բանակի ընդլայնմամբ, որը վկայում է հաստատուն եւ կայուն նաեւ ստացված բիզնեսի մասին։ Առաջարկում եմ խոսել Classics Decor ընկերության կողմից առաջարկող ապրանքատեսականու մասին։ Ինչ ենք առաջարկում։ Մեզ մոտ ներկայացված են ամենատարբեր տեսակի գործվածքներ, սկսած մինիմալիստական, մոդեռն ոճերից մինչև ամենաավանդական դասական գործվածքները եւ շղարշների տեսքով, այսինքն թափանցիկների տեսքով, որոնք ունեն բնական գործվածքների լիոնային, բամբակյա տեսք եւ թե մետաքսային եւ սատինի տեսք, նաեւ դեկորատիվ կտորների, որոնք ընդգծում եւ շեշտադրում են ինտերիերը։ Նաև վարակույներից դուք ունեք բազմաթիվ այլ ապրանքներ, շերտավարակույրներ, պաստառներ։ Բնականաբար այդ ոլորտը նույնպես զարգացած է շերտավարակույրների, ժալյուսների, որոնք ժալյուսացված գալարավարակույրների եւ գիշեր-ցերեկ ներկայացված տարբերակներով է, որը ըստ պահանջի լուսավորության, իհարկե ըստ հաճախորդի պահանջի կարող ենք առաջարկել։ Նաև անպայման ուզում եմ նշել քիվերը, քանի որ դուք ունեք քիվերի բազմաթիվ տեսականի, կրկին տարբեր ոճերի համար նախատեսված, դասականից մինչև մոդեռն եւ նաև հեռակառավարման վահանակով տարբերակ ունեք։ Իհարկե, քիվերից կարող եմ ասել, որ ձողային տեսքով ամենատարբեր ոճերի ձողեր կան, նույնիսկ մանկական ինտերիերների համար մանկական դետալներով, վերջավորություններով, լինեն կենդանական, թե լինեն ծաղիկների եւ այլ պատկերներով վերջավորություններ։ Կարող եմ ասել, ունենք նաեւ հեռակառավարվող տարբերակներ, որպեսզի մեր կոմֆորտ զոնան, հարմարավետության գոտին ավելի ընդլայնենք, այլ ավելի հարմարավետ դարձնենք։ Լավ, Ripsime, առաջարկում եմ ամփոփելով մեր զրույցը խոսենք ապրանքանիշերից, իսկ մյուս թողարկման առաջարկել եմ, որպեսզի ծառայությունները մանրամասն ներկայացնենք եւ խոսենք նաեւ հետաքրքիր այն առավելություններից, որ ընկերությունը ունի։ Մեզ մոտ ներկայացված են աշխարհահռչակ այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Ralph Lauren-ը, Clark & Clark-ը, Rubelin, Perennials-ը, դիզայներներին բավականին հայտնի Rubelin եւ այլ ապրանքատեսակներ, որոնք գերել են մեր հաճախորդների սիրտը տարիներ շարունակ։ Համամիտեմ, քանի որ այս տեսականին բացառապես ներկայացված է Հայաստանում միայն Classics Decor խանութ-սրահում։ Շնորհակալ եմ Ripsime, կրկին բարի գալուստ տունտեղ հեռուստանախագիծ, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ եւ կզրուցենք արդեն ծառայություններից։ Սիրով կսպասեմ։ Դուք շարունակում եք դիտել տունտեղ հեռուստանախագծի գարնանային եթերաշրջանի առաջին թողարկումը, իսկ մենք շարունակում ենք ծանոթանալ մեր այս եթերաշրջանի նոր գործընկերներին։ Այս պահին մեր տաղավարում հյուրընկալել է մեր նոր գործընկեր Inotech ընկերության հիմնադիր տնօրեն Միրան Մերաբյանին։ Ողջույն, պարոն Մերաբյան։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք համագործակցության համար, բարի գալուստ տունտեղ հեռուստանախագիծ։
վստահ եմ, որ այս 3 ամիսների ընթացքում մեր համագործակցությունը շատ օգտակար է լինելու մեր բոլոր հեռուստադիտողների համար։ Փոխադարձ մենք էլ ենք ուրախ, շատ շնորհակալ ենք հրավերի համար։ Ես էլ կարծում եմ արդյունավետ համագործակցություն կունենանք։ Հրաշալի է։ Ինչպես ձևաչափն է մեզ միշտ պարտադրում, մենք առաջի թողարկմանը խոսում ենք ընկերության պատմության մասին։ Կխնդրեի պատմել, երբ է հիմնադրվել ընկերությունը, ինչով է զբաղվում եւ ինչով է հայտնի այսօր Հայաստանում։ Իրականում դուք ինձ ներկայացրեցիք որպես Inotec ընկերության հիմնադիր տնօրեն, ձևակերպենք այսպես. Inotec ընկերությունը Մեհրաբյան եւ որդիներ ընկերության կամ իրավահաջորդ կամ ժառանգորդ, այդպես ձևակերպենք։ Ավելի շատ մեզ ճանաչում են շուկայում որպես Մեհրաբյան եւ որդիներ կազմակերպություն, այս կազմակերպությունը այս պահին գտնվում է ռեբրենդինգի փուլում եւ դառնում է Inotec, շուկայում հանդես է գալու Inotec ապրանքանիշով։ Հրաշալի է, երբ է հիմնադրվել ընկերությունը։ Inotec-ը նորաստեղծ կազմակերպություն է, բայց Մեհրաբյան եւ որդիները հիմնադրվել է 2006 թվականին, հիմնականում գործունեություն ծավալելով շինանյութերի ոլորտում։ Պարոն Մեհրաբյան, ես անպայման ուզում եմ նշել, որ մեր բոլոր հեռուստադիտողները գիտեն, հա, այն ապրանքատեսակայինները, որոնք դուք ներկայացնում եք, խոսքը տոտալ բավականին հայտնի ընկերության մասին է, ապրանքներ, որոնք հայկական շուկայում իսկապես բավականին ամուր տեղ են զբաղեցնում եւ յուրաքանչյուր վարպետ գիտի, որ լավագույն գործիքները կարելի է գտնել հենց տոտալ խանութ-սրահներում։ Այո, կազմակերպությունը ունի սեփական ապրանքանիշները արտադրության մասով եւ ունի մի շարք ապրանքանիշներ, որոնց ներկայացուցիչն է հանդիսանում Հայաստանում։ Ինչ խոսք տոտալը երևի ամենահայտնի ապրանքանիշն է, նրանցից որը կազմակերպությունը ներկայացնում է, որը իրականում կարճ ժամանակում մեծ ճանաչում է ձեռք բերել շուկայում, մեծ վստահություն է վայելում արդեն շուկայում։ Եւ առաջիկա 3 ամիսների ընթացքում մենք մեծ հաճույքով շրջելու ենք տոտալի խանութ-սրահներ, ներկայացնելու ենք ապրանքները, ծառայությունները, իդեպ բավականին հետաքրքիր նորություններ ունեք ծառայությունների տեսքով, որ կարծում եմ մեր հեռուստադիտողներին շատ հետաքրքիր կլինեն։ Պարոն Մեհրաբյան, ժամանակն է խոսել հենց տոտալի մասին։ Ինչպես պատահեց, որ տոտալը մտավ հայկական շուկա։ Տեսեք, ցանկացած բիզնես ունի իր առաքելությունը, ամեն ինչ սկսվեց դրանից։ Մեզ մոտ գործընկերոջ ընտրտուքը կողմնորոշվել է, տևել է 6 տարի։ Ուսումնասիրում էինք շուկան, շուկայի պահանջմունքը, ինչ նոր ասելիք կունենանք շուկային, ինչ նորամուծություններ կբերենք շուկային, որ մի գործընկերը կհամապատասխանի մեր մոտեցումներին։ Իրականում երկար է տևել ընտրտուքը։ Տոտալի առաքելությունը ինչը դարձավ մեր շուկայում, որ շուկան ուներ իրականում մատչելի որակով գործիքների կարիք, Միջալու նաև զուգադիպեց, որ մեր գործընկերոջ կարգախոսը make the best tools affordable, այն է լավագույն գործիքները մատչելի դարձնել եւ հասանելի դարձնել։ Այդ կարգախոսով գնացինք գործընկերոջ մոտ, ուսումնասիրեցինք իրենց բիզնես էությունը, հասկացանք, որ մենք լավագույն գործընկեր ենք բերելու Հայաստան, հասկացանք, որ երկար ճանապարհ կարող ենք ունենալ եւ հասկացանք, որ այդ ապրանքանիշը մեր երկրին, մեր բնակչությանը իրականում կարող է օգտակար լինել, վիտալին լինել, որում կարծում եմ չսխալվեցինք։ Շատ հաճախ ձևակերպումներ ա գնում, որ մենք իրականում հեղափոխություն արեցինք շուկայում, գնահատականը շուկայում դարձավ այն, որ մենք աշխարհի լավագույն գործիքները հասցրեցինք մեր սպառողներին, դարձրեցինք իրենց համար մատչելի եւ ոչ միայն լավագույն գործիքներն ենք հասցրել սպառողին, մատչելի դարձրել սպառողի համար, այլ նաեւ այժմ հասել ենք նրան, որ մեր տնտեսությունը, մեր վարպետները, մեր բնակիչները կարող են իրենց համակալ զգալ աշխարհի զարգացումներին, տնտեսության զարգացումներին։ Մեր գործընկերը Total ապրանքանիշը ամենադինամիկ զարգացող կազմակերպություններից է եւ ինովացիաների ոլորտում երևի թե աշխարհի ոչ մի առաջատար բրենդի չի զիջում, բավականին շատ ինովացիաներ էլ մեր գործընկերոջ մոտ հայտնվում են, հետո նոր հայտնվում են մնացած հիմիկվա առաջատար համարվող կազմակերպություններում, ապրանքանիշներում, այսինքն հայկական շուկան արդեն համակայլ է քայլում համաշխարհային շուկայի հետ։ Պարոն Մեհրաբյան, առաջարկում եմ, որպեսզի հաջորդ թողարկմանը խոսենք որպես բիզնես մոդելի հաջողակ
տարբերակի մասին, քանի որ դուք հաջողեցիք ոչ միայն Հայաստանում, Հայաստանի տարբեր մարզերում այս մոդելը, այլ նաև ֆրանչայզինգի տեսքով արտահանում եք այս բիզնես մոդելը։ Սիրով անպայման կզրուցենք, խոսքը գնալու է բիզնեսի տեխնոլոգիաների մասին, այսինքն մենք ապրանք արտադրող, արտահանող կազմակերպությունից վերափոխվում ենք որպես բիզնեսի տեխնոլոգիաներ արտահանող կազմակերպություն, որի արդեն հաջողված օրինակներ ունենք, սիրով մեր փորձով ձեզ հետ կկիսվենք։ Հրաշալի է, մենք անհամբեր կսպասենք մեր հաջորդ հանդիպմանը, իսկ այս պահին ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Շնորհակալություն։ Մենք շարունակում ենք «Տունտեղ» հեռուստանախագծի Արանային եթերաշրջանի առաջի թողարկումը, իսկ այս պահին տեղափոխում ենք մեր նոր գործընկեր Raflor հատակային ծածկույթների մասնագիտացված ցուցասրահը, որտեղ էլ զրույցը շարունակելու եմ Շահեն Ինանցի հետ։ Ողջույն Շահեն։ Բարև։ Շատ ուրախ եմ, որ «Տունտեղ» հեռուստանախագծի շրջանակում համագործակցելու ենք եւ այս 3 ամիսների ընթացքում ոչ միայն զրուցելու ենք բազմաթիվ հատակային ծածկույթներից, ապրանքանիշերից, որոնք զետեղված են ձեր խանութսրահում, այլ նաեւ կիրառելու ենք ձեր ապրանքները մեր նախագծում, որը այնքան էլ փոքր չէ, գրասենյակային տարածք եւ օգտագործելու ենք այս անգամ վինիլ, դե ինչու որոշեցինք ընտրել վինիլ, կխոսենք մեր առաջիկա թողարկումներում, բայց այս պահին, ինչպես բոլոր մեր առաջի թողարկումներում, խոսում ենք նոր գործընկերների պատմությունից։ Երբ է հիմնադրվել Raflor-ը եւ ինչ ապրանքներով եք հանդես գալիս։ Շատ լավ, Raflor ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին։ Այն ժամանակ ավելի շատ մասնագիտացված ենք եղել հենց վինիլային հատակներով, ինչի համար վինիլային հատակներով, որովհետև Հայաստանում կար պահանջարկ պետական ու միջազգային կառույցների կողմից պահանջեր, որ որոշ տեղերում պետք է լինի վինիլ, եւ Հայաստանում չկար այդ նյութերը եւ այդ մասնագետները չկար։ Այսինքն պահանջարկից ելնելով ձևավորեցում էինք լավ մասնագիտացված խումբ, որը ուղարկեցինք վերապատրաստման եւ սկսեցինք արդեն վինիլից հենց աշխատանքները։ Այսինքն կար թիմ եւ կար պահանջարկ։ Այդտեղից ձևավորվել է արդեն բիզնես կոնցեպտը։ այո։ Այսօր Raflor-ը հանդես է գալիս մանրատախտակի, վինիլային հատակների, մարմոլիումի, գորգածածկույթների, ինչպես նաեւ դռների, շրիշակների, եթե ինչ-որ բան բաստողեցի, կարող եք ավելացնել։ Սկզբում, քանի որ միայն վինիլային հատակներով ենք ներկայացել, ու վինիլային հատակների տեսակները ավելի խորապես ուսումնասիրելով ու իր խնդիրները լուծելով եւ ավելի նեղ մասնագիտացված, իսկ պահանջարկից ելնելով ավելացավ եւ գորգածածկույթները, եւ մանրահատակը, եւ շրիշակները, եւ վերջում դռները։ Մի փոքր խոսենք ապրանքանիշերից, ինչ ապրանքանիշեր եք ներկայացնում եւ արդյոք մեր հաճախորդների կողմից արդեն հասցվել են սիրվել։ Այս պայմանությամբ ունենք մի քանի կազմակերպություններ, միջազգային խոշոր կազմակերպություններ, ինչի համար ենք մենք մի քանի կազմակերպություններ ներկայացնում, ինքը իր հետաքրքիր պատմություն ունի, որտեղ ամեն կազմակերպություն հատակներ արտադրող տեսակները ամբողջությամբ արտադրում են, բայց ցավոք ոչ բոլորի մոտ է ամբողջ տեսականու տեսակները լավ ստացվում, այսինքն կան թերություններ եւ կան առավելություններ։ Մենք այդ բոլոր կազմակերպությունների մեջ ընտրում ենք մեջներից ավելի առավել լավագույնը եւ առաջարկում ենք մեր հաճախորդներին։ Խնդիրը հետեւյալն է, որ բացի նյութերից շատ կարևոր է իր տեղադրման ծառայությունը եւ ինչ նյութերով են տեղադրվում եւ ինչ տեխնոլոգիաներով են տեղադրվում, որովհետեւ նյութը կարա երկարաժամկետ ծառայի, բայց իր սխալ տեղադրման արդյունքում ունենանք վատ արդյունք, այսինքն այդ նյութը ու մարդկանց մոտ ավելի վատ տպավորություն լինի եւ այն ծածկույթների մասին, որ վերջնական, այսինքն երևում է թե գորգածածկույթ, թե մանրահատակ, թե վինիլ։ Մենք առաջիկա 3 ամիսների ընթացքում մանրամասն քննարկելու ենք յուրաքանչյուր ապրանքի առավելությունները, կարծրատիպերը, խնամքի հարցերն են քննարկելու, ինչու ոչ երկեն նաև կիրառման տարբերակներից ենք խոսելու։ Սիրով կներկայացնեմ շատ մանրամասն։ Դե ինչ բարի գալուստ Տունտեղ հեռուստանախագիծ, առաջարկում եմ, որպեսզի առաջի թեման, որ ընտրենք հաջորդ թողարկման համար, լինի մանրատախտակը։ Համաձայն եք։ Կհանդիպենք։
Ողջույն, ես Տոնիկն եմ Տոնիկյան, Տոնիկյան բիլդի հիմնադիրը։ Այս անգամ ունենք ձևաչափային փոփոխություն եւ Կարենի փոխարեն ես եմ վարելու խորագիրը, իսկ Կարենը իմ փոխարեն հետևելու է վերանորոգման ընթացքին։ Խոսելով Տոնիկյան բիլդի մասին, ասեմ, որ Տոնիկյան բիլդը որպես շինարարության եւ վերանորոգման ինչ-որ մասնիկ առաջացել է դեռ 10 տարուց ավել շուտ, բայց Տոնիկյան բիլդի այս ֆորմատը ունի մեր անձնական ցավերից բխող պատմություն, հա, մի փոքր մանրամասնեմ այդ մասը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ որ որոշեցինք կառուցել տուն ու բախվեցինք այն խնդիրներին, որը բախվում են մեր երևի թե հաճախորդների մեծ մասը։ Այսինքն խնդիրը առաջանում որակյալ մասնագետներ գտնելու, խնդիրը առաջանում նյութերը գտնելու, մասնագետների աշխատանքը հետևելու եւ այլն եւ այլն, բազում խնդիրներ ու գաղափար առաջացավ ստեղծել մի հատ հարթակ, մի հատ կազմակերպություն ու բրենդ կարելի ասել, որտեղ մարդիկ կոպիտ ասած մեկ վայրից կգտնեն իրենց բոլոր վերանորոգման ու կառուցապատման հետ կապված խնդիրների պատասխանը։ Այսինքն հիմնական Տոնիկյան բիլդի ստեղծման ու գոյության պատճառը մեր հաճախորդների կյանքը թեթևացնելն է։ Անդրադառնանք նրան, թե ինչպես ենք աշխատում մենք, կամ մեր աշխատանքային ոճը։ Մենք հենց այդ խնդիրները լուծելու համար ստեղծել ենք ֆիքսված փաթեթներ, որոնք ունեն ֆիքսված արժեք քառակուսի մետրի համար, եւ այդ արժեքը չի փոփոխվում անկախ շինարարության ընթացքից։ Ինչա դա նշանակում։ Մենք մշակել ենք համակարգ, որը ներառում է դիզայն, բոլոր աշխատանքներ, բոլոր նյութեր, վերահսկողություն։ Մի խոսքով ազատել ենք մեր հաճախորդներին որևէ անհրաժեշտ կամ պարտադիր մասնակցությունից հենց վերանորոգման ընթացքից։ Եթե կա ցանկություն, ամենում են, տեսնում են, պտտում են, աշխատանքներին հետևում են։ Եթե չունեն ժամանակ, չունեն ցանկություն, մի խոսքով իրենց մասնակցությունը ընդհանրապես պետք չի գործընթացին։ Մենք ունենք մի 3 փաթեթ, որոնք տարբերվում են իրենց ոճով, կահավորման տեսակով, տեխնիկայի առկայությամբ եւ այլն։ Դրան ընթացքում կանադառնանք։ Հիմա մի փոքր նրա մասին, թե ինչով ենք մենք տարբերվում մեր մրցակիցներից։ Եթե մյուսների մոտ դուք պետք է սկզբից անեք դիզայն, որի արդյունքում նոր ձեզ կառաջարկեն ինչ-որ գին, որը բնականաբար մինիմում կկրկնապատկվի կամ նույնիսկ կեռապատկվի, երբ որ դուք գալիս եք Տոնիկյան բիլդ, միջև պայմանագիր ստորագրելը դուք հստակ գիտեք ձեր ընդհանուր վերանորոգման արժեքը, որը հաշվում է շատ պարզ, բնակելի մակերես, անգամ ձեր ընտրած փաթեթի գումար։ Տունտեղ հեռուստանախագծի շրջանակներում մենք վերանորոգում ենք 80 մի փոքր ավել մակերեսով բնակարան, որը նախատեսված է ընտանիքի համար, գտնվում է Երևանում, ունի 2 ննջասենյակ, ունի ընդհանուր տարածքներ եւ այլն։ Ստանդարտ ընտանիքի համար նախատեսված բնակարան է։ Առաջիկա 3 ամիսների ընթացքում մենք միասին կհետևենք բնակարանի վերանորոգման ընթացքին, հույս ունենք, որ ժամանակին կավարտենք եւ մեզ բոլորից բարի եթեր։ Տունտեղ հերթանախագիծ այս եթերաշրջանում համագործակցում է AP Tower կառուցապատող ընկերության հետ։ Ընկերությունը ներկայացնում է Panorama Hills բնակելի համալիրը։ Այս համալիրը կառուցվում է Ուլնեցի 32/22 հասցեում։ Կառուցվելով բարձրատիպ գոտում, այս նախագիծը առանձնանում է իր ֆանտաստիկ տեսարանով։ Ձեր պատշգամբից հնարավոր է տեսնել Երևանի ողջ գունաբնակը։ Այստեղ ստեղծվում են խոշոր ենթակառուցվածքներ, ինչպիսին են կանաչապատ տարածք, ընդարձակ ավտոհանգրվան, մեծ բակ, լողավազան, մեծ տենիսի կորտ, մարզասրահ եւ այլն։ Այս բազմաբնակարան համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերից՝ A, B եւ G։
A եւ B շենքերն ունեն 11 հարկ, G շենքը 5 հարկ։ Ընդհանուր համալիրում նախատեսված են 227 բնակարան, այդ թվում A շենքում 108 բնակարան, B շենքում 92 բնակարան եւ G շենքում 27 բնակարան։ Այս համալիրի բնակարանները ունեն տարբեր մակերեսներ։ A շենքի բնակարանների մակերեսներն են 45.2 քառակուսիմետրից մինչև 428.5 քառակուսիմետր։ B մասնաշենքի բնակարանների մակերեսը սկսվում է 45.8 քառակուսիմետրից մինչև 336.3 քառակուսիմետր։ Իսկ G մասնաշենքի բնակարանները 192 քառակուսիմետրից մինչև 721 քառակուսիմետր։ Հասանելի են բնակարաններ ինչպես 1 սենյականոց, 2 սենյականոց, այնպես էլ ավելի մեծ բազմասենյականոց բնակարաններ։ Այս համալիրի տեղակայման հիմնական առավելությունները կանաչ գոտիների մերձակայությունն է։ Համալիրը գտնվում է այգիների եւ զբոսայգիների կողքին, ինչը ստեղծում է հանգիստ ու առողջ միջավայր։ Համալիրի շրջանը առանձնանում է իր հանգիստ ու անվտանգ մթնոլորտով, հեռու աղմկոտ մայրուղիներից։ Համալիրը նաև երաշխավորված է զարգացման հեռանկարով։ Տարածքն արագ զարգացող է, ինչը բարձրացնում է կյանքի որակ եւ դարձնում անշարժ գույքի գնումը շահավետ ներդրում։ Համալիրը ունի պանորամային տեսարան։ Ընդարձակ ապակեպատ պատուհանները հնարավորություն են տալիս վայելելու քաղաքի շքեղ տեսարանը։ Նաև անպայման ուզում ենք նշել, որ այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը, հատկապես գրավիչ է լուսաբացին եւ մանրամուտի ժամերին։ Բնակարաններում առկա են լույսի առատություն եւ ընդարձակության զգացողություն։ Մեծ ապակեպատ պատուհանները ստեղծում են տաք եւ բաց տարածություն։ Համալիրը կառուցված է ժամանակակից եւ ամուր շինարարական նյութերից, որոնք ապահովում են երկարակեցություն, անվտանգություն եւ գեղագիտական գրավչություն։ Համալիրի մոնոլիթ կոնստրուկցիան ապահովում է բարձր ամրություն եւ երկարակեցություն։ Արտաքին եռաչափ պանելները երաշխավորում են ջերմա եւ ձայնամեկուսացում։ Համալիրի երեսպատումը կատարված է տրավերտինե քարով, որը շենքին հաղորդում է էլեգանտես եւ բարձր դիմադրություն արտաքին գործոնների նկատմամբ։ Համալիրի հատակները գրանիտե քարից են, ամուր են եւ էսթետիկ, որն էլ շեշտում է նախագծի բարձր որակը։ Համալիրում նախատեսված են կոմունիկացիաների ապահովում, ինչպիսիք են ջեռուցում, ջրամատակարարում եւ էլեկտրամատակարարում։ Այս համալիրի հարմարավետությունների եւ ենթակառուցվածքների շարքին կարելի է դասել երեխաների խաղահրապարակը, կանաչ եւ հանգստի գոտիները։ Այս համալիրում նախատեսված են նաեւ առևտրային տարածքներ, ինչպիսիք են խանութներ, սրճարաններ եւ գրասենյակներ։ Համալիրը ունի նաեւ երկհարկ ստորգետնյա ավտոկանգառ, նախատեսված 298 մեքենաների համար։ Առաջին հարկում 180 կայանատեղի, իսկ երկրորդ հարկում 118 կայանատեղի։ Շենքի շահագործման հանձնաժամկետը նախատեսված է 2025 թվականի ավարտը։ Կարևոր ենք համարում նշել, որ այս համալիրում բոլոր շինարարական աշխատանքները կատարված են շատ բարձր մակարդակի։ Ընդհանուր պատուհանների արտաքին գոգերը տրավերտինե քարից են։ Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել Panorama Hills համալիրի մասնագետների հետ կամ ամրագրել էքսկուրսիա շինհրապարակում։ Այս եթերաշրջանում մենք ունենք նոր գործընկեր Առաստաղ AM-ը, որին ներկայացնելու ենք հետաքրքիր ձևաչափով։ Առաստաղ AM-ը հանդիսանում է Հայաստանում կախովի եւ ձգվող առաստաղների միակ մասնագիտացված խանութ-սրահը, որտեղ կարող եք ձեռք բերել, ինչպես ընդունված է ասել, Armstrong, էքսկլյուզիվ եւ այլ տիպի առաստաղներ։ Ընդ որում Առաստաղ AM-ը հանդիսանում է առաջարկվող ապրանքատեսակների զգալի մասի անմիջական ներգրողը։ Առաստաղ AM-ում դուք կարող եք առանց դժվարության եւ ավելորդ ժամանակ ծախսելու ընտրել ձեր առաստաղի համար անհրաժեշտ բոլոր նյութերը եւ աքսեսուարները զգալի ցածր գներով։ Առաստաղ AM-ը ստեղծել է բոլոր պայմանները հատուկ ձեր հարմարավետության համար, ընտրելով լավագույն ապրանքները համաշխարհային եւ տեղական առաջատար ընկերություններից։ Նաեւ ուզում եմ նշել, որ Առաստաղ AM-ը կատարում է բոլոր տեղադրման աշխատանքները, այնպես որ հետևեք մեր 3 ամիսների եթերներին եւ դուք կծանոթանաք առաստաղների հետ կապված գրեթե ամեն ինչ։